այսօր հա երեկվա պատարակից հետո երեք երեկոյան ժամերկություն է բերելի ունեցել եւ քիչ անց նաեւ արողակարգ պիտի տեղի ունենա։ Ասեք ինչի մասին է խոսքը, ինչ արողակարգ է, արդյոք սա եկեղեցին համակրելու կարգ է, որ մատուցելու է առաջիկայում։ Ուրեմն տեսեք, ես մինչև այդ մասին որոշակի բաներ խոսեցի, ասեցի, թե եթե նմանատիպ դրություն ստեղծվի մեր եկեղեցում, այսինքն բռնազավթվի, դրանից հետո ինչ պետք է մենք կարողանանք կանոնական ձևով այդ ամեն ինչի թեմը, այսպես ասած, համապատասխանաբար կատարենք։ Եվ այդ կատարման ձևը օրհնությունն է, որի միջոցով նաև այդ իմաստով օրհնում ենք մեր եկեղեցու անդորը վերականգնելու համար։ Սա որպես ծիսական այդ մասի մեջ ավելի չխորանան, կերտով չասեմ, թե որից հետո ինչ պետք է կատարվի, ընդամենը կարող եմ ասել, որ անդաստանը տեղի ունենալու աշխարհի 4 անկյունը նաև եկեղեցու մեջ է կատարվելու, օգտվելու է, եւ նաև նմանեցնում եմ այս ծիսական կարգը տնօրինակի հետ։ Հավանաբար շատ դրել տնօրինակի այդ առնչվել եք, թե ինչպես է հոգևորականը գալիս եւ տունը օրհնում։ Եվ երբ որ տունը օրհնում է, տունը չէ որ ասենք քանդված էր տունը օրհնած, այլ օրհնում է այն դրությունը, որ այդ տան մեջ խախտված է եղել եւ այդ դրությունը վերականգնելու համար է օրհնությունը կատարում, դրա համար նաեւ օրհնվում է տան տարերը։ Այսինքն աղը, հացը, ջուրը եւ այդ իմաստով նաեւ խաղաղություն բերելու որոշակի դրություն կա եւ մենք էլ մեր հոգևորականած դասի հիմնական մասով որոշեցինք, որ այս ամենին անդրադարձ ունենանք եւ անպայման որ տեղի ունենա այս մեր մոտ, որովհետեւ ինչպես որ արդեն ամենասկզբից նշեցինք, մի իրադարձության մեջ ենք հայտնվել, որը մեր կամքից անկախ էր։ Այսինքն մեր կամքից անկախ դրություն էր տեղի ունեցել, հետևաբար այդ դրությունը, որովհետեւ կարողանանք փոխել այդ Աղրան վիճակը դուրս գա, աղոթք է պետք եւ օրհնություն է պետք։ Դրա համար այսօր եկեղեցում տեղի ունենալու այդ ծիսական մասը եւ մենք հատուկ չենք հայտարարել որևէ մեկին, բացի մեր ներսի հավատացյալներին նկատեցիք, որովհետեւ իրենց ուղղված է այդ խոսքը քրիստոնյա առաքելական եկեղեցու հավատացյալներին ուղղված խոսքը, որ իրանք իրենց այդ հոգեվիճակի մեջ նորից վերականգնում են եւ կան իրենց աղոթական այդ հուզական դրությունից, ապրումներից, ներքին տվայտանքներից եւ նաեւ ինչի՞ չէ, երբեմն մարդկանց մոտ զայրույթի հոգեվիճակից դուրս գալու համար մեզ պետք է աղոթք եւ օրհնություն։ Եվ դրա համար նաեւ եկեղեցու ներսում է տեղի ունենալու այդ դրությունը օրհնության դրության պակասը դրացնելու են, որովհետեւ կարողանանք շարունակել մանավանդ, ինչպես որ ժամերգության եւ նախատունակի վերջում ասեցի, որ վաղն էլ պատարակ է լինելու եւ պատարակիչ քահանաներ Տեր Կարնիկն է, որ իր անդրանիկ պատարակը պիտի մատուցեր դեկտեմբերի 7-ին, բայց որովհետեւ տեղյակ եք հասկանալի այդ դրության պատճառով բռնազավթման այդ դրության պատճառով չկարողացավ մասնակցել, հետևաբար իր պատարակը լինելու է ամսի 9-ին։ Եվ այս իմաստով մենք էլ ցանկացանք մինչև այդ պատարակի սկիզբը ունենալ նաև եկեղեցու այդ օրհնության հատվածը եւ դրանով ամփոփել։ Տեր Հուսիկ, կապարակնքումից հետո, երբ եկեղեցին հետ հանձնվեց, որևէ մի գույք, ամեն ինչ նորմալ էր, որևէ վնասված բան չկար։ Ես կարող եմ փաստել, որ այն ամենը, ինչ որ մենք մեր հետ տեղափոխեցինք առանձին տեղ, որովհետեւ դա վերջը եկեղեցու գույքն է ինքը։ Ես էլ վստահ չէի, որ այդ եկեղեցու գույքը կարող էր մնալ անվնաս։ Դրա համար մենք պայմանավորվածության հասանք այն բանով, որ դա պիտի մեր գույքն է, որոշ բաներ կա, որ մենք պատարակի համար պիտի տանենք, որովհետեւ քանի որ պատարակը չպետք է տեղի ունենար Սուրբ Աստվածածին 7 եկեղեցում, հետևաբար այդ ամենից որոշ բաներ կար, որ մենք մեր հետ պիտի տանեինք։ Եվ այդ իմաստով մնացած բաները, որպեսզի ապահով լինի, մենք պայմանավորվանք, որ պիտի կնքենք, պահենք եւ հետո վերջավորության վրա կանք եւ նաեւ մեր կնքածին դեր կանենք,
եւ նաեւ տեսաձայնագրել էինք, որովհետեւ որևէ մի բան չպակասի։ Եվ եկանք եւ տեսանք եւ կարող ենք հիմա էլ փաստել, որ այո, ինչ որ պահվել էր, ապահով էր, անվնաս էր եւ այդպես մենք մեր ունեցածը բերեցինք հիմա արդեն նաեւ տեսնում եք խորհրդատետը ինչ որ կա արդեն խորունի վրա, դա արդեն մեր մյուս ունեցած բարականներն էր, որ տրվեց։ Այսինքն երեկվա պատարագին չկար, որամուն տեղադրված չէր այն անհրաժեշտ ասած բարականները, որը պատարագի ժամանակ այսպես ասած անհրաժեշտություն էր, որ լիներ խորանում։ Մեր ունեցած հատվածից, ինչ որ մենք օգտագործում ենք, այսինքն բացի մոմակարներից մնացածը, ասենք խորհրդատետը, սկիհը, ծերած խաչը, խաչվար, որը որ օգտագործում մեկ ուրիշտեղ գնալ պատարագ մատուցելու համար, դա մեր հետ մենք առանձին վերցրել ենք։ Որպես ասենք դա մեր ունեցածն է, քանի որ այստեղ պատարագ չենք մատուցելու, պետք է մեկ ուրիշտեղ պատարագ մատուցվի։ Հետևաբար այդ իմաստով մենք մեր ունեցածը վերցրել ենք։ Իսկ դա ազդել էր երեկվա երգչախմբի ելույթի վրա։ Բավական ուշ սկսվեց Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագը ու մամուլում հրապարակումներ եղան, որ կապված է եղել երգչախմբի համար պայմաններ չստեղծվելու հետ։ Նախ դա մեր երգչախումբը չէր։ Այո, գիտեմ։ Մեր երգչախմբի բոլոր անդամները նախապես մոտեցան, ասացին, որ Տեր հայր մենք հրաժարվում ենք գալ եւ ներկա լինել այդ դիսական կամ այդ տեղի ունեցող դրությանը եւ մենք էլ չընդդիմացանք այդ մարդկանց այդ ազատ կամքով արտահայտված որոշմանը, ասացինք եթե ցանկանում եք գնացեք, եթե ոչ ուրեմն եւ նաեւ հրաժարվեցին եւ Ժան-Պոչը հրաժարվեց նաեւ ինչպես որ արդեն բազմիցս ասեցինք հոգեվորականած 10 սարգսակները, այսինքն այս իմաստով եկեղեցուն որևէ մեկը չկար, որ իրենց կարողանար ուղղորդել, այսպես անել, այնպես անել, եւ հետեւաբար ըստ դա եղել պատճառը, որ չեն կարողացել կողմնորոշվել, թե ինչպես գործածել կամ օգտագործել այս կամ այն օրինակի համար, ասենք երկեղոնը։ Տեր Հուսիկ այնուամենայնիվ հնչեց վեհափարի անունը, երգչախմբի աղջիկների միջոցով, Սրբազանի անունը, այս ամենը արդյոք ապտակ է իշխանություններին։ Իրենց սցենարով չգնաց երեկվա պատարագը։ Տեսեք, այսպես թե այնպես Գյումրիում այն ինչ որ մարդիկ իրենց սրտից գալիս է անում են։ Այս տարածքը Շիրակի մարզը ինքը յուրահատուկ է դրության, այսինքն ինքը մի տեսակ էմոցիան իր մոտ արտահայտելու, նաև մոտեցումներ կատարելու այդ իմաստով որոշակի երկեր է գտնում, ճանապարհներ է գտնում եւ արտահայտում է։ Հիմա այս տեղերը են արտահայտել, բնականաբար չեմ ասում, որ մյուս տեղերը այդ արտահայտությունները տեղի չի ունեցել, բայց դա իրենց ազնիվ մղումն է, իրենց բողոքն է, որ մենք չենք կարողանում հանդուրժել մի բան, որ նոր անօրինական է, որ նոր ճիշտ չէ, որ նոր խախտում է մեր հայրապետական կանոնները։ Հետևաբար այս իմաստով այդ խախտումը իրենց համար անընդունելի է եղել եւ այդ անընդունելի լինելու հանգամանքը նաեւ պատճառ է եղել սրտաբուխ իրենց արտահայտությունները կատարելու։ Ես էլ տեսա այդ կադրերը, երբ որ մեր երիտասարդները շարունակում են այն հատվածը, որ բաց է թողնվում կանոնական պատարագից, այսինքն կատարվում էր մի պատարագ, որ կանոնական այդ հատվածը իրենից չկար եւ այդ կանոնական հատվածը իրենք վերևից լրացնելու համար երգում են, շարունակում են երգել։ Ես դրան չեմ կարող չարձագանքել, այսպես ներքին ուրախությամբ, որովհետև դա ոչ թե որ ասում եմ լավ եղավ, որ իրանց այսպես պետք էր թող իրանք իրենց վատս կան, այլ պարզապես դա համարում են, որ մեր ժողովուրդը ինք իր սրտի մեջ այդ սերը, զգացողությունը կանոնականի նկատմամբ չի կորցրել եւ չկորցնելով հանդերձ նաեւ արտահայտում է։ Սա շատ կարեւոր է
արձանագրենք եւ հասկանանք։ Պետական կառույցների աշխատակիցներին հարկադրաբար բերում էին, այդպիսի տեղեկատվություն կա եւ նաեւ տեղեկատվություն տարածվեց, որ այդ նույն պետական կառույցի աշխատակիցներից շատերը գերադասել են գալ ամենափրկչում պատարակ լսել։ Դուք ականատես եղել եք նման։ Անկեղծ ասած, այդպես ուշադրություն չեմ դարձրել, բացի դրանից ես անձնապես չեմ ճանաչում, որ ասեմ այս կամ այն մարդուն ճանաչումը մեր ֆիքսեցի իր ներկայությունը ամենափրկչում, բայց վստահ եմ, որ բնական է, որ կլինեն մարդիկ, որոնք որ նաև ուժային կառույցում լինելով հանդերձ, ասենք, կարող ոչ աշխատանքային օրվա դրությամբ կամ նույնիսկ աշխատանքային օրվա դրությամբ իրենց ներքին մղումով այդ արտահայտությունը, մոտեցումը կատարեն դրան արձագանքելու բան չունեմ, մարդը իր սրտից եկած քայլը կատարում է հասնում։ Հուսիկ հաստորեն կարող եք արձանագրել, որ վաղվա պատարակից առաջ եկեղեցին ակրվում է անդաստանի կարգով։ Տեսեք, անդաստանի կարգով, անդաստանը ինչ է իրենից նշանակում, անդաստանը օրհնության կարգ է, որը 4 կողմը օրհնում ես, աշխարհի 4 ուղղությունը օրհնում ես։ Այսինքն այդ օրհնության կարգով ինքը խոխում է մի դրություն, ես դրա համար պատահական չասացի, որ բերելով տնօրինակի օրինակը նմանեցնելով այն դրությանը, որն որ մենք հիմա պիտի կատարենք այստեղ։ Որովհետև տունը ինքը անխախտ է։ Հիմա եկեղեցին ինքը իր ամբողջության մեջ չպղծված է։ Բայց կա մի դրություն, որն որ այդ դրությանը պիտի, այսինքն տունը անխախտ է, բայց այդ տան մեջը կատարվել է մի բան, որը պատշաճ չէր կատարվել։ Քանի որ պատշաճ չէր, որ կատարվեր դա, հետևաբար պիտի օրհնություն կատարվի այդ տեղում։ Եվ այդ օրհնություն բառը պատահական չենք ընտրել, որովհետև կա վերահսկման տարբերակ, մենք վերահսկում չենք ասում, որովհետև կա վերահսկման կարգ չէ։ Այլ օրհնության կարգ է, որը որ մենք օրհնելով ասեցի ալտերնատիվ չկրկնվելու համար պարզապես օրհնության կարգ ենք կատարում, որպես այդ խաթարված վիճակը շտկվի եւ մաքրվի։ Վարչապետ Փաշինյանն առաջարկում է, որ եկեղեցում պատարակները, ծեսերը սկսվեն օրհներգի հնչեցմամբ։ Ինչ կարծիք ունեք այս մասին։ Գիտեք, մենք լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մեր օրհներգը մեզ համար դա որ լսում ենք, ոտքի ենք կանում, մեր սիմվոլները մեզ համար կարևոր են։ Նույն Հայաստանի Հանրապետության դրոշը, Հայաստանի Հանրապետության կերպը, այսինքն բոլորը սիմվոլներ են, որոնք որ մենք կարևորում ենք, բայց այդ սիմվոլները բերենք, միացնենք հոգևոր կարգի մեջ տեղավորելու համար, այսինքն բերենք խաչի հետ համեմատական տնենք, թե որն է ավելի մեծ կամ որ ավելի նվազ, դա արդեն ինք իրանով բարոյական չէ։ Այդ երևույթը բարոյական չէ, այսինքն դա էլ է կարևոր, նա սրբություն, նա կարևորված արժեք է, իսկ նա սրբություն է։ Հիմա սա պիտի կարողանանք հասկանալ, դա ասենք, նույնիսկ դպրոցականին հասու է, որ հասկանա, որ այդ տեսակի, այսինքն սիմվոլը կմնա սիմվոլ, հարգանք, պատիվ, խոնարհում, այդ սրբությունը սրբություն կմնա։ Չի կարելի բերել տեղավորել միտեղ, այդ երկուսը ասել, բերեք այսպես անենք, դա ճիշտ չէ, որովհետև եկեղեցին ունի իր արժե համակարգային դրությունը, բնականաբար պետական վիճակներ ունի իր արժե համակարգային դրությունը։ Մեկը մեկին չի խանգարում, մեկը մեկի նկատմամբ հարգանք ունենա։ Այդպես եղել է, հիմա մի քիչ խաթարվել, բայց դա պիտի լինի հիմքում տրված այդ հասկացողությունը։ Այդ հասկացողությունից դուրս եթե մենք փորձենք ինչ-որ քայլ կատարենք, դա արդեն ճիշտ չի նկատվում։ Հիմա փաստորեն մեր երկրի վարչապետը ինքը մի բան է անում, որ ինձ համար հասկանալի չէ ամենայն դեպս, թե ինչի պետք է բերենք, ասենք այդ երկու մեկը որպես արժեք, մեկը որպես սրբություն միավորենք այն դեպքում, երբ որ դա արհեստական է լինելու։ Եթե այդ միավորության անհրաժեշտությունը, կարիքը լիներ, վաղուց այդ հարցը կարգավորված կլիներ, որովհետև մենք մեր սիմվոլները նոր չէ որ ունենք, մենք երբի սիմվոլները որ կան, նոր չէ որ ունենք, չէ՞։ Քանի թագավորական կերպեր է։ Հետևաբար, ասենք, այդ միավորումը վաղուց պիտի անեին։ Ճիշտ է, եկեղեցիներում կան
սիմվոլներ, որ ասենք երբերիք որ բայց դա պարզապես ասենք Բաքրադունյաց շրջանը բերենք օրինակի համար։ Բաքրադունյաց որոշակի սիմվոլներ կան եկեղեցիներում, բայց դա ընդամենը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանում կառուցված դրություն է, ոչ թե ասենք որ Բաքրադունյանը պատկանում է եկեղեցին։ Հասկանալի է, այս միավորությունը պետք է հստակ հասկանանք։